Ուսանողուհին գնաց աշխատանքի, սակայն դադարեց կապի դուրս գալ, մինչ այդ ուղարկելով տարօրինակ հաղորդագրություն։ Ոստիկանները սկսեցին քննությունը, և գործը արագ գրավեց ողջ Լոս Անջելեսի ուշադրությունը, իսկ հետո ամբողջ երկրի։ Երբ այդ հանցագործության բոլոր մանրամասները հայտնի դարձան հասարակությանը, դա առաջացրեց համընդհանուր զայրույթ, որի արձագանքները մինչև օրս չեն մարում։ Եթե բաժանորդագրված չես ալիքին, կարող ես դա անել հիմա, իսկ մենք սկսեցինք։ Բրիաննա Կուպերը ծնվել է 1997 թվականի ապրիլի 9-ին, Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայում։ Նա մեծացել է մեծ ընտանիքում։ Ուներ կրտսեր քույր և 2 եղբայր։ Մանուկ տարիքից Բրիաննան առանձնանում էր իր նպատակասլացությամբ։ Դպրոցում գերազանց էր սովորում, ղեկավարում էր չիրլիդերների թիմը և շատ ընկերներ ուներ։ Ավելի ուշ ընդունվեց Մայամիի համալսարան։ Որոշ ժամանակ անց սովորեց նաև Ավստրալիայում ուսանողական փոխանակման ծրագրով։ Դիպլոմ ստանալուց հետո Բրիաննան վերադարձավ տուն և ընդունվեց Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ասպիրանտուրա, ընտրելով ճարտարապետական և ինտերիեր դիզայնի ուղղությունը։ Նա շատ էր սիրում ստեղծագործել, հատկապես նորաձևության ոլորտում։ Նա նկարում էր էսքիզներ, կարում էր հագուստ և երազում էր մի օր սեփական հավաքածուն թողարկել։ Բացի դրանից, Բրիաննան ակտիվորեն սպորտով էր զբաղվում՝ յոգա, ծանրամարտ, պարեր և նույնիսկ բռնցքամարտ։ Վերադառնալով Լոս Անջելես, սկզբում ապրեց ծնողների հետ, իսկ հետո որոշեց համալսարանին մոտ բնակվել և վարձեց բնակարան ընկերուհու հետ։ Բացի այդ, նա աշխատանքի ընդունվեց պրեմիում կահույքի խանութում, որպես խորհրդատու, որպեսզի փակի ուսման վարձը։ 2022 թվականի հունվարի 13-ին, երբ Բրիաննան 24 տարեկան էր, ինչպես միշտ գնաց աշխատանքի։ Այդ օրը նա պետք է միայնակ աշխատեր, քանի որ գործընկերը խնդրել էր փոխարինել իրեն։ Մոտ 2-ն անց կես աղջիկը մենեջերին հաղորդագրություն ուղարկեց. «Կարող ես զանգել ինձ մոտ հաճախորդ է եկել, ես տարօրինակ զգացողություն ունեմ»։ Սակայն մենեջերը այդ հաղորդագրությունը տեսավ մի քանի րոպե անց, իսկ երբ փորձեց զանգել Բրիաննային, նա արդեն չէր պատասխանում։ Մենեջերը փորձեց զանգել նաև խանութի հեռախոսին, բայց այնտեղ էլ ոչ ոք չպատասխանեց։ Մոտ այդ ժամանակ խանութ մտավ մի զույգ, և նրանք անմիջապես նկատեցին, որ ներսում աշխատող չկա։ Մի քանի քայլ անց նրանք տեսան, որ բազմոցի ետևում ինչ-որ բան կա, և մոտենալով հասկացան, որ այնտեղ արյունով պատված մարդ է ընկած։ Զույգը արագ դուրս վազեց խանութից և զանգահարեց ոստիկանությանը։ Պարեկները ժամանեցին ու հայտնաբերեցին մահացած աղջկան։ Նրա ձեռքի մոտ ընկած էր հեռախոսը, իսկ արյան քանակից անմիջապես ենթադրվեց, որ զոհին բազմաթիվ դանակի հարվածներ էին հասցրել։ Շուտով պարզվեց, որ սպանվածը հենց Բրիաննան էր։ Ոստիկանները մարմինը փոխանցեցին դատաբժշկական փորձագետներին և սկսեցին հետաքննությունը։ Առաջին տարբերակը կողոպուտն էր, բայց դա արագ բացառվեց։ Հանցագործը ոչինչ չէր տարել, նույնիսկ գանձարկղի գումարը։ Ընդհակառակը, պարզվեց, որ նա խանութում նույնիսկ իր իրն էր թողել։ Դարակին դրված էր ձայնագրիչ, որը շարունակում էր ձայնագրել։ Ոստիկանները լսեցին ձայնագրությունը, և այն, ինչ լսեցին, ցնցեց բոլորին։ Սկզբում լսվում է դռան զանգի ձայնը, ապա Բրիաննայի ողջույնը։ Հետո լսեցին տղամարդու ձայն, ով ասաց. «Մենք նոր բազմոց ենք փնտրում»։ Բրիաննան հարցեր տվեց ու ցույց տվեց խանութի նմուշները։ Տղամարդն ասաց. «Ես պետք է զանգահարեմ ընկերուհուս»։ Եվ դուրս ելավ։ Որոշ ժամանակ անց վերադարձավ և խնդրեց Բրիաննայից իր սոցիալական ցանցի պրոֆիլը, սակայն նա քաղաքավարի մերժեց։ Հետո նա հարցրեց. արդյոք աղջիկը հետաքրքրվում է Բայդենի քաղաքականությամբ։ Բրիաննան պատասխանեց. ոչ։ Տղամարդն ասաց. Ես ավելի ուշ կվերադառնամ։ Եվ աղջիկը առաջարկեց վերցնել այցեքարտ, սակայն դուրս գալու փոխարեն նա նորից սկսեց տարօրինակ բաներ ասել։ Նա ասաց.
Իմ կարծիքով այս կառավարությունը խելքը թռցրել է։ Իսկ հետո նորից աղջկան ասաց. Ցած տիր քո հեռախոսը։ Ես չեմ պատրաստվում քեզ վնասել։ Հետո լսվեց, թե ինչպես է նա հանում դանակը։ Բրիաննան վախեցավ ու խնդրեց նրան հեռանալ, ասելով, որ արդեն ոստիկանություն է զանգահարել, սակայն տղամարդը չլսեց։ Ձայնագրությունից երևում է, հաջորդ վայրկյաններին նա հարձակվեց ու դանակահարեց։ Դա տևեց մի քանի րոպե։ Երբ աղջկա ձայնը լռեց, հանցագործը հեռացավ։ Խանութում տիրեց լռություն։ Որոշ ժամանակ անց ձայնագրությունում հնչեց Բրիաննայի հեռախոսի զանգը, երբ մենեջերը փորձում էր կապ հաստատել։ Մի քանի րոպե անց լսվեց, թե ինչպես խանութ մտավ այն զույգը, ովքեր գտան մարմինը։ Բացի այդ ձայնագրությունից, սարքում կային նաև այլ ֆայլեր։ Մի քանիսը տղամարդը արել էր սպանությունից ամիսներ առաջ, որտեղ խոստովանում էր, որ ատում է կանանց։ Ձայնագրիչը ուղարկվեց լաբորատորիա, մատնահետքերն ու ԴՆԹ-ն ստուգելու համար։ Հետո ոստիկանները ուսումնասիրեցին խանութի տեսախցիկների ձայնագրությունները, թեպետ դրանք մի քանիսն էին, սակայն ոչ մեկը չէր նկարահանում հենց սպանության գոտին։ Այնուամենայնիվ, հանցագործը երևաց, երբ մոտեցավ Բրիաննայի տարակի մոտ։ Նա հուդի էր հագել, ակնոց ու բժշկական դիմակ, ինչի պատճառով դեմքը չէր երևում։ Միակ բանը, որ պարզեցին դետեկտիվները, մոտավոր հասակը, կառուցվածքը եւ որ նա աֆրոամերիկացի էր։ Բացի այդ, տղամարդը հայտնվեց նաև փողոցի տեսախցիկներին, երբ դուրս եկավ խանութից։ Խանութի մանրակրկիտ զննության ժամանակ փորձագետները հայտնաբերեցին արյամբ թողնված կոշիկի հետք բազմոցներից մեկի վրա։ Ամենայն հավանականությամբ Բրիաննան փորձել էր փախչել դուրս, բայց հանցագործը ցատկել էր բազկաթոռի վրայով եւ փակել նրա ճանապարհը։ Նրանք նաև գտան սպանության զենքը՝ դանակը։ Նրա 18 սանտիմետր երկարությամբ սայրը ծռված էր, ինչը վկայում էր այն մասին, թե որքան ուժով է հանցագործը հարված էր։ Ավելի ուշ ոստիկանները ստացան դատաբժշկական փորձագետների զեկույցը, որոնք զոհի մարմնի վրա հաշվեցին 46 դանակահարություն։ Միաժամանակ ոչ մի բռնության հետք չգտնվեց։ Բոլոր տվյալները ոստիկանների առջև նկարում էին մռայլ պատկեր։ Ամենայն հավանականությամբ նրանք գործ ունեին հանցագործի հետ, որը բացարձակ ոչ մի դրդապատճառ չուներ, բացի սպանելու ցանկությունից։ Նրա հագուստից ելնելով, ոստիկանները նույնիսկ ենթադրում էին, որ այդ տղամարդը կարող էր անօթևան լինել, ինչը նույնպես բարդացնում էր որոնումները։ Մինչ լաբորատորիայի արդյունքները կհաստատվեին, դետեկտիվները փորձում էին գտնել այլ տեսագրություններ, որտեղ հանցագործը երևացած կլիներ։ Շուտով նրանք հայտնաբերեցին, որ մոտ կես ժամ անց նա մտել էր մթերային խանութ։ Նրանք նաև ստացան տեղեկություն թերապիայի կլինիկայի աշխատակցուհուց, որը գտնվում էր Բրիաննայի խանութի կողքին։ Կինը պատմեց, որ հանցագործը մտել էր նրանց մոտ ընդամենը մի քանի րոպե առաջ, մի քանի հարց էր տվել ծառայությունների մասին ու դուրս եկել։ Ոստիկանները անցան փողոցի մյուս հաստատություններով եւ պարզեցին, որ տղամարդը մտել էր մի քանիսը, բայց արագ դուրս էր եկել։ Հավաքելով բոլոր տվյալները, դետեկտիվները հասկացան, որ նա ամենայն հավանականությամբ փնտրում էր միայնակ զոհի, քանի որ մյուս բոլոր խանութներում աշխատակիցներ կամ հաճախորդներ կային։ Ընդհանուր առմամբ նա մտել էր 6 հաստատություն, մինչև հասել էր Բրիաննայի խանութ։ Բրիաննայի սպանության լուրը արագ տարածվեց քաղաքում, առաջացնելով բողոքի ալիք։ Շատերը դժգոհ էին այն փաստից, որ Լոս Անջելեսում հանցագործությունները ահռելի արագությամբ աճում են, իսկ իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում։ Ընդհակառակը, նրանք ընդունում էին վիճահարույց որոշումներ, ինչպես օրինակ կալանավորների համար զրոյական գրավ սահմանելը կամ վաղաժամկետ ազատ արձակման պահանջները մեղմելը։ Մարդիկ նաև զայրացած էին այն փաստից, որ Բրիաննան խանութում մենակ էր, ինչը եւ դարձել էր պատճառը, որ հանցագործը նրան զոհ էր ընտրել։ Այնուամենայնիվ, այս ուշադրությունը ոստիկաններին հույս էր տալիս, որ ինչ-որ մեկը կօգնի հանցագործին նույնականացնել։ Նրանք տարածեցին տղամարդու լուսանկարները սոցիալական ցանցերով ու լրատվամիջոցներով, ինչպես նաև հայտարարեցին շատ մեծ $250,000 պարգևավճար տեղեկության դիմաց, որը կհանգեցներ ձերբակալությանը։ Գումարի մեծ մասը տրամադրել էր խանութը, որտեղ աշխատում էր Բրիաննան։ Այս խոշոր պարգևավճարի շնորհիվ ոստիկանները ստացան հարյուրավոր զանգեր,
սակայն դրանք ոչինչ չէին տալիս հանցագործի նույնականացման համար։ Այսպես շարունակվեց մի քանի օր, մինչ վերջապես ստացվեցին լաբորատորիայի արդյունքները։ Փորձագետները սպանության գործիքի վրա հայտնաբերեցին 31-ամյա Շոն Սմիթի ԴՆԹ-ն։ Չնայած դրան, ինչպես էլ կանխատեսում էին դետեկտիվները, կասկածյալը մշտական բնակության հասցե չուներ, ինչը շատ էր բարդացնում որոնումները։ Ոստիկանները տարածեցին որոնման թռուցիկներ ամբողջ քաղաքում, իսկ այդ ընթացքում մամուլում հրապարակվեց Շոնի քրեական անցյալը։ Տղամարդուն բազմիցս ձերբակալել էին փոքր ու միջին հանցագործությունների համար, օրինակ թմրամիջոցների պահպանում կամ գողություն, բայց նրա մեջքին կային նաև ավելի լուրջ դեպքեր։ Մի անգամ նա հարձակվել էր ոստիկանության աշխատակցի վրա ու կծել նրա մատը։ Մեկ այլ անգամ նա ազդանշանային ատրճանակից կրակել էր մեքենայի վրա, որտեղ երեխա կար։ Նրան մի քանի անգամ ձերբակալել էին նաև օտար ունեցվածքի ներխուժման համար։ Բրիաննայի սպանությունից քիչ առաջ Շոնը ազատ էր արձակվել հերթական կարճաժամկետ ազատազրկումից հետո եւ արագ խախտել էր պայմանները, բայց տղամարդը պարզապես անհետացել էր եւ նրան հետ չէին ուղարկել բանտ։ Սա քաղաքում առաջացրեց էլ ավելի մեծ բողոք։ Քաղաքացիները զայրացած էին, որ հանցագործը անընդհատ ստանում էր կարճաժամկետ պատիժներ եւ վաղաժամ ազատ էր արձակվում, ինչը փաստացի հնարավորություն էր տվել նրան իրականացնել այս սպանությունը։ Այդ ընթացքում ոստիկանները շարունակում էին մշակել բոլոր նոր ստացվող տվյալները, բայց ոչինչ չէր մոտեցնում Շոնի բռնվելուն։ Այսպես շարունակվեց մինչև հունվարի 19-ը, երբ հերթական ահազանգ ստացվեց։ Մի տղամարդ նկատել էր փողոցում մարդու, որը նման էր կասկածյալին։ Նա վերադարձավ ու նորից անցավ նրա կողքով, համոզվելու համար, եւ տեսավ նույն ուսապարկը, որը ֆիքսել էին տեսախցիկները։ Ոստիկանները անմիջապես մեկնեցին եւ շուտով նկատեցին այդ մարդուն։ Նա իսկապես շատ նման էր Շոնին, բայց երբ ոստիկանները մոտեցան, ներկայացավ այլ անունով։ Այնուամենայնիվ, ոստիկանները կանչեցին գործակիցներին մատնահետքերի շարժական սկաներով եւ պարզեցին, որ իրենց առջևում իսկապես Շոն Սմիթն է։ Ի վերջո նրան ձերբակալեցին, սակայն նա հրաժարվեց խոստովանել իր մեղքը։ Մեղադրող կողմը հայտարարեց, որ կպահանջի ամենախիստ պատիժը, սակայն մահապատժի մասին խոսք չկար։ Թեպետ քաղաքի շատ բնակիչներ պահանջում էին հենց այդպիսի վճիռ, տեղական դատախազը դեմ էր մահապատժին, այն համարելով ոչ արդյունավետ միջոց եւ նույնիսկ այն անվանելով ռասիստական պրակտիկա։ Ձերբակալությունից մի քանի ամիս անց Շոնը անցավ հոգեբուժական փորձաքննություն, որը ցույց տվեց, որ նա լիովին գիտակցում էր իր գործողությունները։ Այնուհետև տղամարդը անսպասելիորեն ցանկություն հայտնեց դատարանում ինքնուրույն պաշտպանվել, եւ նրան տվեցին այդ հնարավորությունը, սակայն հենց առաջին նիստին նա վիրավորեց դատավորին, եւ նրանից իր իրավունքը հետ վերցվեց, եւ նշանակվեց պետական պաշտպան։ Դրանից հետո Շոնը հայտարարեց իր անմեղությունը, հղում անելով անմեղսունակությանը, թեև փորձաքննության արդյունքները հակառակն են ցույց տվել։ Հիմնական դատավարությունը սկսվեց 2024 թվականի օգոստոսի վերջում, Բրիաննայի սպանությունից 3 տարի անց։ Մեղադրող կողմի ձեռքին կային բոլոր անհրաժեշտ ապացույցները, ներառյալ տեսախցիկների ձայնագրությունները, մատնահետքերը եւ ԴՆԹ-ն։ Այդ պատճառով Շոնի միակ հույսն այն էր, որ նրան կճանաչեն որպես խելագար։ Պաշտպանության կողմը, ընդհակառակը, չուներ որևէ լուրջ փաստարկներ, որոնք կարող էին արդարացնել տղամարդուն։ Այս պատճառով էլ նրանք հրաժարվեցին հրավիրել վկաների եւ ներկայացնել որևէ ապացույց։ Փոխարենը Շոնի փաստաբանը փորձեց համոզել երդվյալ ատենակալներին, որ այս հանցագործությունը եղել է ինքնաբուխ եւ ոչ նախապես պլանավորված, չնայած այն փաստին, որ Շոնը հարձակվելուց առաջ մտել էր 6 տարբեր հաստատություններ զոհի որոնման համար։ Փաստաբանը փորձեց նաև շեշտել այն հանգամանքը, որ այս պատմությունը լայն արձագանք է ստացել միայն այն պատճառով, որ Բրիաննան սպիտակամորթ էր, իսկ Շոնը աֆրոամերիկացի, մատնանշելով անարդարությունը։ Դատական գործընթացի ընթացքում նաև ներառեցին ձայնագրիչի նյութը, որտեղ արձանագրված էր Բրիաննայի կյանքի վերջին րոպեները,
Նախքան այն լսելը, դատավորը թույլ տվեց աղջկա հարազատներին լքել դահլիճը, որպեսզի նրանք չվերապրեն այդ սարսափը երկրորդ անգամ։ Ավելի ուշ դատավորը արգելեց այդ ձայնագրության հրապարակումը։ Երդվյալ ատենակալներին տվեցին լսել նաև այլ ձայնագրություններ, որտեղ Շոնը խոսում էր իր կանանց հանդեպ ատելության և նրանց վնասելու ցանկության մասին։ Դատավարության ավարտից հետո երդվյալ ատենակալներին անհրաժեշտ եղավ ընդամենը 1 ժամ, որպեսզի Շոնին ճանաչեն մեղավոր։ Մի քանի ամիս անց նա կրկին կանգնեց դատավորի առջև, ով պետք է հրապարակեր վճիռը։ Նրան կրկին ստուգեցին միաժամանակ մի քանի հոգեբույժներ, և բոլորը եզրակացրին, որ տղամարդը ոչ մի լուրջ խանգարում չունի, որը կարող է ազատել նրան պատժից։ Բացի դրանից, դատավորը ներառեց նաև մի շարք ձայնագրություններ, որոնք ստացվել էին բանտից։ Մինչ Շոնը սպասում էր դատավարությանը, 3 զրույցների ընթացքում իր ընկերների և հարազատների հետ տղամարդը ուղիղ խոստովանել էր, որ պարզապես պետք է ձևացնի, որ խելագար է, և նրանք ուղարկեն բուժ հաստատություն 5 տարով, որից հետո կազատեն։ Ըստ այդ ձայնագրությունների, հանցագործը լիովին վստահ էր, որ իր ծրագիրը կաշխատի։ Պարզապես նա հաշվի չէր առել, որ այդ բոլոր զրույցները ձայնագրվում են։ Այսպիսով տղամարդուն ճանաչեցին լիովին պատասխանատու իր արարքների համար և դատապարտեցին ցմահ ազատազրկման, առանց վաղաժամ ազատման իրավունքի։ Սակայն այստեղ կար բավականին լուրջ խնդիր։ Կալիֆոռնիայում ընդունված նոր օրենքի պատճառով հանցագործները անկախ դատավճռից ստանում էին վաղաժամ ազատման դիմելու իրավունք։ Թեև այս դեպքում դատավորը հույս հայտնեց, որ Շոնի բոլոր դիմումները կմերժվեն, հաշվի առնելով հանցագործության ծանրությունը։ Ինչը վերաբերում է նրա դրդապատճառին, ապա դատավարության ընթացքում այդպես էլ չհաջողվեց որոշել որևէ հստակ պատճառ, թե ինչու նա սպանեց Բրիաննային։ Ըստ ձայնագրիչի տվյալների, Շոնը պարզապես կանանց հանդեպ ատելություն էր տածում և ցանկանում էր վնասել որևէ մեկին, քանի որ նա հարձակվելուց առաջ մտել էր 6 հաստատություն։ Նրա համար բացարձակապես կարևոր չէր, թե ում սպանել, միայն թե դա կին լիներ։ Այսպիսով հանցագործը մեկնեց կրելու իր պատիժը, սակայն Բրիաննայի գործը դրանով չավարտվեց։ Այն դարձավ հերթական հիշեցումը իրավական և պատժողական համակարգերի անկատարության մասին, որոնք թույլ են տալիս հանցագործներին հեշտ պատժով բանտ նստել և վաղաժամ ազատվել անգամ այն դեպքում, երբ նրանք ակնհայտ վտանգ են ներկայացնում հասարակության համար։ Սակայն այս ամենը հաշվի առնելով, իրավիճակը փոխելու համար քայլեր չձեռնարկվեցին, քանի որ Կալիֆոռնիայում, չնայած նման խնդիրներին, դեռ պահպանվում էր բավականին հանդուրժող վերաբերմունք հանցագործների նկատմամբ։ Բրիաննայի հիշատակին հարյուրավոր մարդիկ կազմակերպեցին հիշատակի օր այն խանութի մոտ, որտեղ նա կորցրեց իր կյանքը։ Այն լցվեց ծաղիկներով, զոհի լուսանկարներով և պաստառներով, իշխանություններին կոչ անելով ազդել հանցավորության խնդրի վրա։ Կիսվեք ձեր կարծիքներով այս պատմության վերաբերյալ մեկնաբանություններում։ Բացի այդ, խորհուրդ եմ տալիս բաժանորդագրվել մեր ալիքին, հետագա հոլովակները բաց չթողնելու համար։ Շնորհակալություն դիտելու համար։